Կառավարությունը կարող է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար նվազեցնել շուրջ 3 դրամով, բայց չի անում։ Չի անում ոչ թե որովհետև չի կարող, այլ որովհետև չի ցանկանում։ Պարզվում է 5 ամիս առաջ հունիսի 6-ին ՀԵՑ-ի նախկին տնօրինությունը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հոսանքի գինը նվազեցնելու առաջարկով և մերժում ստացել։ ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը վստահեցնում է, որ Սամվել Կարապետյանի կառավարման շրջանում առաջացած դրական հաշվեկշռի շնորհիվ լիովին հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել։ 3,6 միլիարդը, այս պահին 1,6 միլիարդը մոտավորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում ենք 3 ամիս, մոտավորապես 1,2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1,2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Ըստ Դավիթ Ղազինյանի, կառավարությունը մերժել է իրենց առաջարկը, քանի որ ցանկանում է սակագնի վերանայում անել տարեվերջին քաղաքական խնդիր լուծելու նպատակով։ Իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Տաշիր կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրին իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել ենք եւ հիմա էլ պնդում ենք։ Մինչ իշխանությունը քաղաքական հաշվարկներով որոշում է, թե երբ է իր համար ավելի շահավետ հոսանքի գինն իջեցնել, բնակչությունը ամենօրյա գնաճին զուգահեռ մի կերպ է կարողանում վճարել հոսանքի եւ կոմունալ այլ ծախսերի դիմաց։ Մեր ստացածը չնչին գումարը, աշխատավարձը, հոսանքը, գազը, այդքանը որ մուծում ես, քեզ արդեն շատ քիչ գումար է մնում էլի գոյատևելու համար, բնականաբար թանկ է։ Վայ բալաջան, թոշակս էքուտը ստանամ չկա, այն անդել հատնամա գալիս եմ, ինչ եմ անան։ Չէ, չեմ կարեմ գրաղից փողալու եմ տալիս եմ, չէ։ Վրաստանը մեզից ինչ առավելություն ունի, որ նրանք, ասենք, ավելի էժան է։ Մենք լա դեռ ատոմակայան ունենք, չէ։ Եկեք փաստենք, այս պահին հոսանքի սակագնի նվազեցման հնարավորությունը կա, բայց Նիկոլ Փաշինյանն այն պահում է որպես նախընտրական պահեստային զենք։